Ես ողջունում եմ մեր լսարանին, այսօր կրկին հավաքվել ենք լավ կամպանիայով Արմեն Չիբուխչյանի, Արտյոմ Չեռնամուրյանի հետ քննարկելու ակտուալ հարցեր Հայաստանի եւ ոչ միայն Հայաստանի մասին։ Բարև ձեզ, ուրախ եմ ձեզ տեսնել։ Ողջույն Մարատ ջան, փոխադարձ։ Ողջույն Իսրայելից Մարատ ջան։ Տեսեք, ամենաթարմ լուրերով Թուրքիան, Սաուդյան Արաբիան եւ Պակիստանը ստեղծել են ՆԱՏՕ-ի մոդելով ռազմական դաշինք, այդպես են փորձագետները նկարագրում։ Իրանն է շատ զայրացած, հետաքրքիր իրավիճակ է Ռուսաստանի համար նաև այս պատմությունը։ Այն ֆոնին, երբ Ֆրանսիան, Հունաստանը եւ Կիպրոսը էներգա համագործակցություն են վարում տարածաշրջանում, ստեղծվում է նոր ռազմաքաղաքական դաշինք, ինչպես Արմեն դա կազդի Հայաստանի վրա, ինչպես են նայվում Ամերիկայից, անակնկալ է սա Թրամփի համար թե ոչ, իրավիճակ է փոխվում տարածաշրջանում, ինչ պետք է անի Հայաստանը, որովհետեւ սա այն երկրներն են, որոնց հետ այնքան էլ ամուր դիվանագիտական կապեր չկային։ Իդեպ բավականին հետաքրքիր իրավիճակ է այդ դաշինքը։ Իրականում շատերը մեկնաբանում են, որ իբր թե այս դաշինքը կարող է Իսրայելի դեմ դինել, որտեղ հասկանալով որ Պակիստանը, մասնավորապես եւ Թուրքիան ոչ այնքան բարեկամական հարաբերություններ ունեն Իսրայելի հետ, հակառակը Իսրայելը մտերմություն է անում Հնդկաստանի հետ եւ նաեւ Սաուդյան Արաբիան, չնայած այնտեղ շատ բազմաշերտ է հարաբերությունները, ոչ բարեկամական, ոչ էլ կարելի է երևի թե թշնամական անվանել, որտեղ երբ որ պետք է տարբեր տեղեր նույնիսկ ենթադրում գաղտնի համագործակցություններ պարբերաբար լինում են, բայց իրականում սա իմ խորին համոզմամբ եւ կարծիքով ուղղված է ավելի շատ Իրանի դեմ այս դաշինքը։ Եվ բայց Սաուդյան Արաբիան եւ Պակիստանը մինչ այդ ունեին արդեն ռազմական դաշինք եւ Պակիստանը այսպես ներքին քարոզչության թե այլ նպատակներով փորձում է այսպես ցույց տալ թե իբր իրենք ինչ որ հարցով տենց Սաուդյան Արաբիային պաշտպանում են եւ սատարում են։ Պարզավոր Սաուդյան Արաբիան չի կարող միացյալ այս քո հարցին թե Միացյալ Նահանգների դիրքորոշում։ Պարզավոր Պակիստանը որևէ դեպքում չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին, այստեղից որևէ վտանգ չկա։ Իրականում հետաքրքրական է, որ նույն Թուրքիան, այո, Թուրքիան որպես ռազմական ուժ շատ ավելի լուրջ ուժ է իրենց ներկայացնում իմ խորին համոզմամբ այս իմաստով, քանի որ շատ ավելի այսպես մոտ է տարածաշրջանին եւ գուցե ռազմական առումով շատ ավելի ժամանակակից բանակ ունի, գուցե կրկնում եմ, որտեվ այդուամենայնիվ մենք այսպես ասում ռազմական էքսպերտներ չեն իմ տպավորությամբ, քան Պակիստանը, բայց պետք է մի բան հասկանալ։ Այս պատերազմների ընթացքում, այս վերջին հատկապես պատերազմի ընթացքում ակնհայտորեն Թուրքիայի օդը պահում էին նույն Միացյալ Նահանգները եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցները։ Այսինքն մեծ հաշվով ես կարծում եմ, որ այո, սա հեռանկարային առումով գուցե Միացյալ Նահանգների համար այսպես ոչ ցանկալի միավորում լինի, այսինքն շատ հերու ապագայի իմաստով, այսինքն 10 տարվա, 15 տարվա կտրվածքով, այսինքն, բայց այդտեղ ժամանակ կա, որ այս դաշինքը չկայանա էլ եւ այդտեղ շատ էլի հանգամանքներ կան։ Դրա համար այս պահին ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները այս պահին շատ ավելի հանգիստ են վերաբերում, որովհետեւ կրկնում եմ, այս պահին անգամ երեքը միասին չունեն այն ռազմատեխնիկական բազան, որ մենք տեսնում ենք, որ ասենք, չգիտեմ, նույն իրանական շահեդներին կոպիտ ասած դիմակայելու կամ ասենք իրանական հարվածներից, բալիստիկներից պաշտպանվելու համար, հա։ Իհարկե նորից եմ կրկնում, հեռանկարի առումով այո, կարող են եւ ստեղծել։ Դրա համար այս պահին ես կարծում եմ նույն Սաուդյան Արաբիան Թուրքիայի հետ մենք գիտենք միշտ լարված հարաբերություններ ունեցել, նախ պետք է հասկանալ ինչ են կոնկրետ ինչ կետերի շուրջ են պայմանավորվել, սա էլ է կարևոր, որովհետեւ մենք ժամանակից շուտ եզրակացություններ չանենք, ես չգիտեմ, ես մի քանի ժամ առաջ եմ նայել, մի քիչ ավելի վաղ այսօր, ճիշտ ասած դեռ չգտա որևէ կոնկրետ կետ, եթե Արտյոմը տեյա կա արդեն ուրեմն գուցե հետևել է ինչ նոր կետ է, այսինքն կոնկրետ ինչի մասին են պայմանավորվել, որովհետև այստեղ մի քիչ էլ ես կասկած ունեմ, որ կոպիտ ասած Թուրքիան, այսինքն լիարժեք այնտեղ ռազմական դաշինք է, գուցե ինչ որ վերապահումներ կան, նայած ով ինչա պարտավորություն է վերցնում, գուցե Թուրքիան դες լիարժեք որպես ռազմական դաշնակից չի միանում, պետք է հասկանալ կոնկրետ ինչի մասին է այստեղ խոսքը, որովհետև կետերը շատ կարևոր են, բայց գլոբալ մենք կարող ենք ֆիքսել մի բան, որ ու սա Հայաստանի համար նաև շատ կարևոր է։ Մենք տեսնում ենք, իդեպ ես ու Մարադը բազմիցս այդ մասին խոսել ենք, ստեղծվում են իրավիճակը փոխվում ընդհանրապես, ստեղծվում են նոր դաշինքներ։ Բոլորը փնտրում են նոր դաշնակիցներ։ Այսինքն աշխարհի անվտանգային ճարտարապետությունը դառնում է այնքան փխրուն, որ բոլորը հասկանում են նոր դաշինքների անհրաժեշտությունը։
Եվ մենք հիշում ենք, որ ուրեմն նույն Հայաստանի իշխանությունները բավական երկարաժամանակ ասում են, մեզ երաշխավոր պետք չէ, մենք տնտեսական հարաբերություններ այնքան կմիաձուլենք, այնքան փոխկապակցված ինչ-որ ռոմանտիկ sense բաներ են խոսում, բայց մենք տեսնում ենք, որ իրականում եւ Հայաստանը պետք է շատ ուշադիր հետևի այս դաշինքներից առնվազն միայն նրա համար, որ Թուրքիան եւ Պակիստանը այն պետություններն են, որոնք ակտիվորեն Ադրբեջանին սատարում էին 2000, այսինքն այս դաշինքից գոնե 2020 թվականի 44 օրյա պատերազմում։ Այսինքն եզրակացությունը հետեւյալն է, որ աշխարհը, այսպես ասած, շատ կտրուկ գնում է դեպի լարվածության։ Այդ պայթյունը լինելու է, չգիտենք երբ հալելու, մի տարի հետո, 10 տարի հետո, 3 տարի հետո, չգիտեմ, ինչ առիթով, բայց ակնհայտորեն շատ ավելի մեծ բախման հոտ է գալի եւ արդեն բոլորը սկսում են դիրքավորվել, բոլորը սկսում են անվտանգային նոր ճարտարապետություններ գծել, կերտել եւ Հայաստանի համար կարծում եմ սա պետքա լինի շատ հետաքրքիր դաս, ուշով հետևի, տեսնի փորձի ինքն էլ ստեղծի այնպիսի դեր, մենք բառատիպ շատ ենք խոսացել, ինչ դաշինքներին կարող է միանալ Հայաստանը, ինչ ծրագրերին, չգիտեմ, սկսած օթից, Ֆրեյայից վերջացրած ուրեմն տարբեր, չգիտեմ, Սկանդինավյան, Բալտիկ երկրների, չգիտեմ, Արևելյան Եվրոպայի որոշ երկրների, Լեհաստանը մեր հետ լավ հարաբերություն, տարբեր շատ տարբերակներ կան, Ուկրաինա իհարկե անպայման գլխավորությամբ, դրա համար այստեղ եզրակացությունը հետևյալն է, որ շատ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում, պետք է հասկանալ այս դաշինքների որտեղ դաշինքները կարող են սկզբնական ստեղծվել մեկի դեմ, բայց հետո պատտվել ուրիշի դեմ, այսինքն դրա համար պետք է հասկանալ, այսինքն այսօր Իրանի դեմ են, վաղը կարող են պատտվել Իսրայելի դեմ, ոչ մեկ չգիտի ինչ կարող է լինել։ Դրա համար գլխավոր եզրակացությունը հետևյալն է, որ մենք պետք է հասկանանք, ինչպես է փոխվում համաշխարհային ճարտարապետությունը, տարածաշրջանում անվտանգային ճարտարապետությունը եւ եզրակացություններ անել։ Արտյոմ, ինչպես է երևում Իսրայելից, սա ավելի շատ Իսրայելի դեմ է, թե Իրանի դեմ է, թե երկուսի դեմ է եւ քո կարծիքը նաեւ Հայաստանի առումով։ Շնորհակալություն։ Նախ որքանով որ ես ծանոթացա, սա հիմնականում պաշտպանական նշանակություն ունեցող ռազմական համաձայնագիր է, այսինքն խոսք է գնում երեք պետությունները մեկը մյուսին պաշտպանելու մասին։ Հիմա այստեղ հարց է առաջանում, թե պաշտպանելու ումից, Իրանից, թե Իսրայելից, հենց այս հարցն է գալիս ուրեմն առաջին պլան։ Գիտեք, որ Սիրիայում իրավիճակը, ասենք, մնում է նույնն է, այսինքն Թուրքիան շարունակում է սիրիական հողերի օկուպացիան, իր ռազմական բազաների ներդրումը Սիրիայի տարածքում, ու հենց այսօր Գիդեոն Սարի հայտարարությունը կարտացի կապված ուրեմն Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության հետ, այսինքն լուրջ խաղ է այստեղ գնում, բավականին լուրջ։ Իսրայելը այսօր նաև իմացանք, որ նոր պարտիա է օդանավերի F-35 այերի եւ AI-երի պատվիրել Ամերիկայի Միացյալ Նահանգներից, այսինքն հուսով ենք, որ ասենք նախկինում էլ էին պատվիրել, կարծեմ 200 հատ, ասում են, որ մինչև այս վերջերս դեռ ինքնաթիռներ նոր Ամերիկայի Միացյալ Նահանգներից դեռ Իսրայելը ստանում էր, հիմա էլ օդում լիցքավորվող ինքնաթիռներ են պատվիրել 4 հատ, այսինքն Իսրայելը վերցրել էր սովորական Boeing-ները եւ ասենք դրանք դարձրել էր տանկերներ օդային։ Հիմա վերադառնանք մեր խնդրին, այսինքն նույն ֆոնի վրա Իսրայելը հայտարարում է Ամերիկայի Միացյալ Նահանգներից նոր ինքնաթիռների գնման մասին։ Իսրայելում այս մամուլը թերթեցի ուղղակի ցավոք սրտի այս երկու օրեր մեր մոտ ազատ օրեր են, այս նուրբաթ օրը շաբաթ է արդեն մտնում, այսօր շաբաթ է եւ ասենք մամուլը լրագրողներն են մասամբ ազատ եւ առանձին վերլուծական հաղորդումներ չտեսանք, ասենք կապված հենց այս նոր ստեղծված դաշինքի հետ։ Համենայն դեպս ընդհանուր երբ որ նայում ես, երբ որ Թուրքիան ու Սաուդները, Պակիստանն էլ միասին, որոնք ըստ էության Իսրայելի համար ոչ բարեկամական պետություններ են, իսկ նրանցից ամենակարևոր Թուրքիան անցյալ տարվա դերևս վերլուծական կենտրոնների համոզմամբ ու ներկայացրած անալիզով համարվելու են շուտով Իրանից հետո համար 1 ախոյան Իսրայել պետության համար, քանի որ Էրդողանը անդադ խոսում է 300 տարի Իսրայելը ղեկավարելու Օսմանյան կայսրության մասին եւ Երուսաղեմ վերադառնալու մասին։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա իհարկե անընդհատ ասում ենք, որ հայրը պետք է հանդիպումները Վաշինգտոնում անցկացնեն, բոլոր տեսակի նոր դիվանագիտական շփումները անցկացնեն Վաշինգտոնում եւ Բրյուսելում, այլ ոչ թե գնան ՀԱՊԿ, ԵԱՏՄ եւ այլն այս թեմաների զերծ մնան, եւ ամենակարևորը
Թուրքիան ու Պակիստանը երկուսն էլ արդեն սա աքսիոմա է, հա, Հայաստանի բարեկամ պետությունները չեն։ Եվ Հայաստանը պետք է ամենաառաջին քայլ իմ կարծիքով հզորացնի ռազմական դաշինքը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ իհարկե այսօր մեր սահմանները եվրոդիտորդներն են պահում, Եվրոպան է այսօր մեր սահմանները պահում։ Եվ սա է ամենակարևորը։ Իսկ նոր դաշինք կնքելու հետ կապված մենք պետք է լուրջ դաշինք ունենանք ռազմական Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որովհետեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից զենք ստանալ շատ ավելի իմ կարծիքով դյուրին կլինի։ Արտյոմին ուզում եի համել հարց տայի, համել հետաքրքիր մի բան ավելացնի։ Այս դաշինքի թեման ինքանով է կարևոր, որ օրինակ ինձ ինչա հետաքրքրում։ Ինչի մենք չենք կարող ժամանակից շուտ եզրակացություններ անել ավելի կոնկրետ։ Նախ նորից կրկնում եմ, որ Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան միշտ լարված հարաբերություններ են ունեցել։ Այնտեղ շահերի այնպիսի բախում է, որ կարծում Արտյոմը կհաստատի, որ այսպես տենց հեշտ չի անցնում, հա։ Երկրորդը, այնտեղ ընդհանրապես կոնկրետ Սունի աշխարհի առաջնորդի հասկանում ես, ասենք դա բան չի էլի, դերակատարման խնդիր կա։ Երկրորդը մենք գիտենք Պակիստանը Չինաստանի տակ է։ Չնայած փորձում է տենց իբր Ամերիկայի հետ հարաբերություններ բայ, բայց մենք նույն հիշում ենք Բեն Լադենի պատմությունը, ինչպես էր Պակիստանը թաքցնում եւ Ամերիկային բազմիցս սխալ հետքի վրա գցել նույն Բեն Լադենի հետ կապված, հա, պատմությունը։ Էդ էլ գիտենք։ Այսինքն Պակիստանը միշտ երկերեսանի պետություն է։ Բացի դրանից էլ մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները սարմով բավականին պրագմատիկ է, զուգահեռաբար շատ սերտորեն սկսում են ակտիվացնել հարաբերությունները Հնդկաստանի հետ։ Սա էլ հետաքրքիր է, այսինքն այդ լծակն է Պակիստանի վրա կա, թե հիմա սկսեն Հնդկաստանին էլ զենք ծախել, այսինքն Պակիստանին բավականին լուրջ կարողանում են զսպել Հնդկաստանին զենք չվաճառելով։ Դեռևս չնայած արդեն սկսվել են առաջարկները Հնդկաստանին ամերիկյան զենքի ինչ որ բանի դիմաց իհարկե։ Այսինքն այստեղ հարցեր է, որ պետք է հասկանալ, իսկ որքանով այս պրոյեկտը մղված Չինաստանի կողմից, այսինքն Չինաստանը որքանով, այսինքն Ամերիկայի նաև քո հարցի հետ կապված։ Հիմա հետաքրքրական մի բան եմ ուզում Արտյոմին հարցնել։ Այս ամբողջը, այսինքն պետք է Ամերիկայի դիրքորոշումը նաև կախված է նրանից, թե Չինաստանը ինչ դերակատարում կունենա ոնց որ հետևից, հա, այս ամեն ինչի, հատկապես հաշվի առնելով որ Պակիստանը այդտեղ մասնակցում է եւ ում նախաձեռնությունն է սա եղել իրականում։ Բայց Սաուդյան Արաբիայի հետ կապված որքանով հակաիսրայելական կարող լինի այս դաշինքը։ Օրինակ, հիմա Հորմուզի նեղուցի հետ կապված կան տեղեկություններ, որ լոգիստիկան ակտիվ փոխվում է։ Նույն սաուդիտների այդ նավթագազային լոգիստիկան, չգիտեմ, Արաբական Միացյալ Էմիրությունները միջև դեռ հիմա փորձելու են ավելի ընդլայնել, չգիտեմ, դեռ Կարմիր ծով Իսրայել, հա, հետո միջերկրական ծով եւ այլն։ Այ կուզենայի հասկանայի, այս լոգիստիկայի ֆոնին որքանով եւ մենք հիշում ենք, որ նույն Տրամպը ասեց միջուկային որոշ իհարկե քաղաքացիական միջուկային այսպես ծրագրով կօգնի սաուդիտներին, եթե նրանք միանան Աբրահամյան համաձայնեք։ Հիմա նոր իրողությունների ֆոնին որքանով է սաուդիտներին ձեռ տալիս հակաիսրայելական դաշինքի մեջ մտնել, ինչ են խոսում Իսրայելում, շատ հետաքրքիր է այս իմաստով։ Շնորհակալություն, ուրեմն այստեղ մեկ ավելացում նաև պետությունների առումով չպետք է մոռանանք Եգիպտոսին, որովհետև Եգիպտոսը արաբական աշխարհում այս պայն ամենամեծ ռազմածովային նավատորմը ունի, բավականին լավ զինված է ամերիկյան զենքով, ամերիկյան ինքնաթիռներով եւ այլն, այսինքն Եգիպտոսն էլ միշտ եղել է Սյունի աշխարհում հեգեմոն պետություն դառնալու այսպես հերանեկար ունեցող պետություն։ Այսինքն ընդհանուր վերլուծելով, որպեսզի հասկանանք այս ընդհանուր գլոբալ պատկերը, չպետք է Եգիպտոսին էլ մոռանանք, այսինքն Եգիպտոսը իհարկե շատ դեմ կլինի Թուրքիա, հատկապես Թուրքիա-Սաուդյան Արաբիա այս միությանը, որովհետև նաև ինքը իր համար իմ կարծիքով վտանգներ կարող է այս դաշինքից նաև իր համար տեսնել։ Ինչ վերաբերում է Սաուդյան Արաբիային, Սաուդյան Արաբիան մի կողմ թողնելով Գազայի գոտում իրավիճակը, միասին Իսրայելի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ամրացնում են դիրքերը Հորմուզի նեղուցում եւ կա տեղեկություններ, որ մեկ կղզի կա եւ այս կղզու վրա Սաուդներն ու Իսրայելը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները համատեղ ռազմական ուժեր են կուտակում եւ համատեղ բազա են ուզում կառուցել։ Այսինքն Հորմուզի տարածաշրջանում ներողություն, այս Հորմուզի նեղուցի շրջանում եւ Սաուդների եւ Իսրայելի եւ Պարսից ծոցի երկրների, ասենք, ընդհանուր շահերը համընկնում են, այստեղ Կատարն է մի փոքրիկ փորձում փոքրիկ խաղիկներ խաղալ, հատկապես Համասի ֆինանսավորման, ասենք նույնիսկ Իսրայելում քարտերը խառնելու հետ կապված, գիտեք, որ Qatar Gates քրեական գործեր կան Իսրայելում բացված Նատանյահուի ուրեմն խորհրդականների հետ կապված, որ կատարցիները բավականին մեծ գումարներ են ծախսել Իսրայելի վարչապետի աշխատակազմը կաշառելու պրո-արաբական ու Կատարին նաև հաճելի
որոշումներ ուրեմն կայացնելու հետ կապված ու կան արդեն մարտիկ, որոնց նկատմամբ բավականին լուրջ հեռացվել են պաշտոններից եւ նաեւ հետաքննությունը այս պայն իրականացվում ոստիկանության ու դատախազության կողմից թե ինչպիսի գումարներ են ծախսել կատարածիները տարածաշրջանում։ Այո, Աբրահամյան, եթե սաուդները փորձեն հակահրեական, հակաիսրայելյան, ասենք դիրքորոշում ունենան հենց այս պայմանագրի հետ կապված, այդ դեպքում Ամերիկայի Միացյալ Նահանգները վստահ եմ եւ ոչ միայն միջուկային զենքեր կապված որևէ այսպես փոքրիկ անգլերեն լեզվով ասած տիպ չի տա, ասենք սաուդներին, ել չեմ խոսում Աբրահամյան համաձայնագրերի մասին։ Տեսեք, արխիվում Իսրայելում նաեւ ընտրություններ են եւ հոկտեմբերի 27-ին լինելու են խորհրդարանական ընտրություններ եւ այս ընտրությունների ֆոնի վրա չափազանց կարեւոր է տեսնել թե քաղաքական Իսրայելի ուրեմն դաշտում ինչպիսի ուժեր ինչ հարաբերակցություն կունենան նոր խորհրդարանում, նոր քնեսետում։ Ըստ այդմ կառավարությունը ձևավորելով արդեն պարզ կլինի թե ինչպիսի հետագա զարգացումներ կլինեն նաեւ Պարսից ծոցի ու Հորմուզի ու տարածաշրջանի այսինքն երկրների հետ կապված, թե կգան իշխանության ընդդիմադիր ուժերը, թե կգան իշխանության, ասենք, նույնց լիկուդականները, բայց այս անգամ անկեղծ ասած, բացի իսրայելյան պրո-բիբիական 14-րդ տալիքից ոչ մի ալիք այս պահին չի կանխատեսում Նետանյահուի հաղթանակը։ Նետանյահուն երկու ճանապարհ ունի. կամ պետք է ամեն ինչ անի, որ դառնա վարչապետ, կամ նրան ձերբակալելու են, դատելու են։ Ուրիշ ճանապարհ չկա։ Կային Իսրայելում նորություններ, որ տարբեր պաշտոնների, գուցե Բիբիին այնուհետև կառավարությունը նշանակեն արտգործնախարար եւ այլն, բայց սրանք ամբողջը fake տեղեկություններ են, այսինքն Նետանյահուն երբեք չի համաձայնվի այդքան տարի 13 տարուց ավելի իշխանություն լինելուց դառնա հիմա էլ արտգործնախարար։ Այսինքն սա է իրավիճակը, իմ կարծիքով սա հիմնականում պաշտպանական նշանակություն ունի, բայց որքանով այս դաշինքը կաշխատի, սա էլ հարցի մյուս կողմն է։ Ենթադրենք Իրանը, գիտեք, Իրանի այաթոլաների այդ մարտակերները անկախատեսելի երևույթներ են, սրանց հետ բանակցելը չգիտեմ ինչ է նշանակում, ես չեմ հասկանում, թե ինչպես է մեր Հայաստանի կառավարությունը հաջողվում, ասենք, այս ռեժիմի հետ հանդիպումներ կազմակերպել, խոսել եւ նույնիսկ պայմանավորվածություններ ձեռք բերել, որովհետեւ տեսեք, նույնիսկ պարոն Չիբորջյան, ձեր ասածն էլ ավելացնեմ Պակիստանի հետ կապված, որ դուք ասացիք, որ Պակիստանը անվստահելի բանակցող է եւ անվստահելի խաղեր է խաղում, այո, եկեք հիշենք նաեւ այս վերջին այս միջնորդական դերակատարությունը իրանցիների հետ, հա, որ սխալ են թարգմանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դելեգատներին եւ սխալ տեղեկություններ են տալիս, փորձում են, ասենք, ուրիշ ուղղությամբ տանել բանակցությունները, պրո ավելի իրանական, մեղմել Իրանի նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումը սխալ թարգմանություններով եւ այսպես խաղիկներով, այսինքն այնպես չէ, որ Պակիստանը եւ արևմտյան աշխարհի համար համենայն դեպս եւ առավել եւս Ամերիկայի Միացյալ Նահանգների համար վստահելի պետություն է։ Ինչ վերաբերում է Չինաստանին, այո, ես կարծում եմ, որ Պակիստանը որքան էլ որ վեր այսպես թռնի, ամենայն դեպս շատ լուրջ թելերով կապված է Չինաստանի հետ եւ հենց Չինաստանն է, որ ասենք իր ասենք այն խաղալիքները այսպես խաղացնելով, ասենք խամաճիկներին կարող է ասենք առաջ մղել կամ մեկին զոհաբերել, եթե կարիքը լինի իր սեփական շահերը պաշտպանելու համար, փաստն այն է, որ Հորմուզը փակ է, Չինաստանը բավականին լուրջ վնասներ է կրում տնտեսական եւ այս տնտեսական վնասները մասամբ փոխհատուցելու համար մտածում են, ասենք, ռազմական նոր դաշինքներ ստեղծեն տարածաշրջանում Իրանի հարձակումներից պաշտպանվելու համար, այսինքն իմ կարծիքով Չինաստանը իր ալտերնատիվն է առաջարկում Ամերիկայի Միացյալ Նահանգների Հորմուզի հետ կապված, առաջ քաշելով ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային ու առաջ քաշելով նաեւ Ամերիկայի բարեկամ Սաուդներին, փորձելով այս երկու դաշտում խաղալ, փորձելով նաև իր, ասենք, ներկայությունը տարածաշրջանում այս պետությունների շնորհիվ, այսինքն սա ավելի լրիվ, կիսում եմ ձեր տեսակետը, սա ավելի մեծ գլոբալ հերու գնացող խնդիր է, այլ ոչ թե ասենք, այսպես կարճ որ նայես, հա, էսի սրա հետ, նրա հետ, խնդիրը դրանում չէ։ Այսինքն փորձում է Չինաստանը հաստատվել տարածաշրջանում, որպեսզի պաշտպանի իր շահերը այս տարածաշրջանում։ Սա իմ կարծիքն է, ես լրիվ համաձայն եմ ձեր հետ, որ այստեղ Չինաստանի ականջները երևում են շատ լուրջ Պակիստանի հետ միասին։ Տեսեք, Եվրոպական միությունը զուսպ, բայց զգուշավոր դիրքորոշում է դրսևորում։ Եվրամիությունում մտահոգություն կա
թե ինչպես է այս պակտի կոլեկտիվ անվտանգության սկզբունքը համատեղվում ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի հետ, թեև Անկարան պաշտոնապես հայտարարել է, որ սա չի հակասում ՆԱՏՕ-ի հանդեպ իր պարտավորություններին, Եվրոպան մնում է զգոն, Մերձավոր Արևելքում եւ Կարմիր ծովում առկա ճգնաժամի ֆոնին Եվրոմիությունը այս դաշինքը դիտարկում է նաեւ պրագմատիկ տեսանկյունից, եթե այն օգնի պաշտպանել ծովային առևտրային եւ էներգետիկ ուղիները, ապա դա կհամընկնի Եվրոպայի տնտեսական շահերին, այսինքն ՆԱՏՕ-ն առանձին, անվտանգությունը առանձին, տնտեսությունը առանձին, Բրյուսելում անհանգստությամբ են հետևում Սաուդյան Արաբիայի ֆինանսների, Թուրքիայի ռազմարտունաբերության եւ Պակիստանի միջուկային կարգավիճակի միավորմանը, Եվրոմիությունը զգուշանում է, որ նոր դաշինքը կարող է խորացնել տարածաշրջանային հակամարտությունները, հատկապես Իրանի հետ հարաբերություններում, այսինքն Թուրքիան փորձել է շատ լուրջ քայլ անել եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ուղղությամբ եւ Եվրոպայի ուղղությամբ եւ ինչու՞ չէ նույն Իրանի եւ Ռուսաստանի ուղղությամբ շատ ճիշտ ասացիր Արմեն, վերլուծել է պետք եւ ինտենսիվ կարգով է պետք վերլուծել, որովհետեւ իրավիճակ է փոխվել, ինչպես վերջերս սիրում են ասել մեր գործընկերները, այս ֆոնին Փաշինյանը մասնակցելով Եվրասիական տնտեսական միության ժողովներին, մի տեսակ հետաքրքիր իրավիճակ ենք տեսնում, կանգնելով իրենից ռանգով ցածր պաշտոնյաների կողքին, մասնակցելով այդ հավաքներին, կարծես կա երկու տարբերակ։ Ինքը անձնուրաց կերպով Հայաստանի հոգսերն է հոգում, թե մենք ունենք իրավիճակ, որ արդեն ոչ ֆորմալ ձևակերպմամբ միութենական պետություն ենք տեսնում, հա, որ տարբերակն է։ Ես մի փոքր ամիջև ասել այդ միութենական պետության տարբերակին ասեմ բանին, դու այստեղ շատ ճիշտ նշեցիր, ես դրա համար եմ ասում, իրավիճակը բարդ օրինակ տես Միացյալ Նահանգները սա ասում էին հեսավերջ, Իսրայելում էլ է դե պանիկա, պարոն Չեռնամորյանը կհաստատի, երբ որ Թուրքիային ասում էին Թրամփը վաճառում է SF-35-երը վերջ, բրծավ եւ այլն, մեկ էլ մի օրում Թրամփը ասաց, որ այնտեղ, այսինքն պարզվեց, որ պայման է դրվել Թուրքիայի առաջ, Համասի ֆինանսավորումը պետք է ամբողջությամբ դադարեցվի, որտեղ մենք գիտենք սխեմաները հիմա Թուրքիայում են պատտվում Համասի ֆինանսական, եւ նաեւ այնտեղ մի պայման է կար, մտքից թռավ, երկու պայման են կարծում կարևոր դրա։ Հա, մեկ էլ այս 400-ներից պետք է ազատվեր, չէ՞, որը չգիտի որտեղ պետք է վաճառի, ես այսպեսի տարբերակով։ Եվ հիմա տեսեք, իհարկե Պակիստանի գործոնը կարևոր է այստեղ, որտեղ ճիշտ ասած մինչև ռուս-ուկրաինական պատերազմը համարվում էր, որ եթե դաշինքի մեջ կա միջուկային հովանոց, այսպես ասած, չէ, ինքը տենց դաշինքը ավելի ուժեղ դաշինք է, եթե կա միջուկային պետություն եւ ապահով միջուկային հովանոց։ Բայց մեր մեջ ասած ռուս-ուկրաինական պատերազմի օրինակով մենք հասկացանք, որ միջուկային, այսինքն կոպիտ ասած միջուկային այդ հովանոցը, միջուկային զենքի գործոնը իրականում նախ դա այդքան հեշտ չի օգտագործելը ու այդքան բան չի ժամանակակից 21-րդ դարում։ Բացի դրանից հիմա այնքան շատ պետություններ ունեն, այսինքն միջուկային զենք, այնպես չի որ մենակ Պակիստան, բայց Հնդկաստանն էլ ունի, ասենք, հա։ Չինաստանն է դեմ ընդհանրապես միջուկայինի կիրառման, որտեղ հասկանում է, որ այդ ամեն ինչի վերջը գալու է, հա, ասինքն եւ այլն։ Ընդհանրապես ոչ մեկին ձեռ չի տալիս միջուկային զենքի կիրառումը, ասենք բացառությամբ Պուտինի պես, ասենք խոսքի խելագարի կարող է, ասենք այդպիսի մի բան մտքով անցնի, բայց միևնույնն է իրանք էլ են հասկանում, որ դա իրանց վերջը կլինի, որտեվ դրա հետևանքները ծանր լինելու։ Բայց մեծ հաշվով մի բան, հիմա Թուրքիանում դեմ խաղաց։ Միացյալ Նահանգներին հասկացնում է օրինակ, որ ինքը հիմա օրինակ Ադրբեջանը Պակիստանից գնեց J-F-17, եթե չեմ սխալվում, չէ՞, չինական ինքնաթիռներ են Պակիստանյանի անվան տակ։ Հիմա նրանք սպառնում է, որ հիմա էլ կգնա չինական զենք կդնի Պակիստանից, հա, ասինքն տուր ինձ F-ը, այստեղ նաև փոխադարձ շանտաժի քաղաքականություն, հա։ Դրա համար եմ ասում, բոլորը դիրքավորվում են, փոխադարձ հասկանում ինչ է։ Միացյալ Նահանգները կարծում եմ այս պահին դեռևս հանգիստ է, որտեվ նորից եմ ասում, այս պահին ոչ մեկ չի կարող Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում փոխարինի իմ կարծիքով, ես պատմությունը Մերձավոր Արևելքի անպայման Արտեմը շատ ճիշտ նշեց, պարոն Չեռնամորյան, որ հոկտեմբերի 27-ին Իսրայելի ընտրությունների, նոյեմբերի 5-ին, եթե չեմ սխալվում, մեր մոտ ընտրությունները, այդ կանցնի ու մենք արդեն կհասկանանք ինչա կատարվում այնտեղ, որտեվ այս պատմությունը կարծում դեռ շարունակություն է ունենալու։ Ինչ վերաբերում է Հայաստանի պարագայում, այստեղ տես, այստեղ փակուղի է։ Փակուղի է այս քաղաքականությունը երկու կողմերի համար, որում հետարքիր իրավիճակ է ստեղծվել միութենական պետության ստեղծելու համար Մարաջան մենք կարող ենք խոսել այդ ասենք չգիտեմ 21 թվականին, լավ 22 թվականի ասենք մինչև Կիևը 3 օրը չեղավ, հա։ Հիմա Ռուսաստանը չունի այդ ռեսուրսը միութենական պետություն ստեղծելու, ես կարծում եմ։ Ընդհանրեն ասենք դա ինչ որ եթե ինչ որ տես փորձերը լինի, ասենք այն ում վրա կարողացավ, ասենք իսկ կարողանում ամենակ Հայաստանի վրա
վստահ եմ անգամ կենտրոնական Ասիայի երկրների վրա այսօր Ռուսաստանը չի կարող ամբողջական, որովհետև այնտեղ ոչ միայն փոխադարձ փոխկապակցվածությունն է մեծացել։ Իդեպ հետաքրքրական բան ռուս-ուկրաինական պատերազմը բերեց նրան, որ երբեք Ռուսաստանը այդքան կախված չէ եղել օրինակ Հայաստանի, Ղազախստանի, Ղրղստանի պես պետություններից կոպիտ ասած, քան հիմա։ Ռուսաստանի կախվածությունը մենք այդ թվերից ենք տեսնում մեծացել է։ Եվ այդ իմաստով ես ճիշտ ասած ավելի շատ մտածում եմ, որ բնականաբար Հայաստանի քաղաքականությունը, այսինքն հա բիզնես էլիտայի շահերից ելնելով այդ 30-ամյա, որը մնում է գործում է հենա այսօր հոտված էին հրապարակել, նույնիսկ դրանք անդրադառնամ հետագայում մազես չծանրաբեռնեմ, Հովիկ Աբրահամյանի որդին սպանություն է պատվիրել 2023 թվականին։ Ընդհանրապես այդ պատվերով սպանությունները եթե առաջի 2 ամսում չեն բացահայտվում, դրանք չեն բացահայտվում երբեք։ Բոլորս դա գիտենք։ Դա աքսիոմատիկ է։ Այնպես չէ՞ հրաշք է լինում, որ 1000-ից մեկ է մի 3 տարի հետո, որտեղ սովորաբար այդ սպանություններից հետո եւ պատվիրատուն եւ կատարողը ընդհանրապես կամ կորում են կամ պայմանավորվում են եւ այլն, տարբեր հարցեր են։ Մեկ էլ 3 տարի հետո բացահայտվում է, ասենք այդպիսի մի բան, որ չգիտեմ, պատվիրատուն Հովիկ Աբրահամյանի որդն է, չգիտեմ, այս վերջի ես տեսադուր, հա։ Այսինքն մենք հասկանում ենք, որ էլիտան նախքին այնքան, այսպես ասած, հələ դեռ իր դիրքերում է, որ կարում է անգամ հեղափոխությունից 7-5 տարի անց սպանություններ պատվիրի Երևանում, պատկերացնում եք ինչ մասին է խոսքը։ Դրա համար եմ ասում, այս Հովիկ Աբրահամյանի ձերբակալությունը, որդու ձերբակալությունը պատահական չի, դա չէր լինի, ես վստահ եմ, եթե որոշ իրադարձություն չլինեն, բայց եթե հետո դրա մասին չխոսենք, հիմա ինչ եմ ուզում ասեմ։ Իսկ Հայաստանի բիզնես էլիտայի շահերից ելնելով եւ նաեւ որոշ շրջանակների իշխանությունը, այսինքն նույն տրամաբանության մեջ պահելու փակ ցիկլի մեջ պահելու Հայաստանի քաղաքական դաշտը, այսպես ասենք, իրանց պետք է, որպեսզի քաղաքական աջակցություն ստանան արևմուտքից, այսպես մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ, տնտեսական կախվածության մեջ մնան Ռուսաստանին, որպեսզի միշտ Ռուսաստանին ասեն, դե արևմուտքը մեզ ապահովում է, ասենք, չգիտեմ, անվտանգությունը Ադրբեջանից կներես չենք կարա քաղաքականը, որտեվ կապված ենք, արևմուտքին ասեն, գիտես կներես չենք կարա արևմուտքան, որտեվ տնտեսական դե կախվածությունը Ռուսաստանից։ Եվ այս բանը Փաշինյանը համոզում է ռուսներին, գնացել էր այնտեղ, հենց այդ էր փորձում համոզել, ասում էր, չէ, Եվրոպական միությունը մենք չենք էլ դիմել։ Ինքը այնքան հստակ նկարագրեց, որ այդ process-ը նենց process է, որ կարող է մենք էլ ողջ չլինենք, հա, մեր կյանքում տեսնենք, ասենք, որ ասում եմ, Քրիստոս երկրորդ գալստյանից, դինոզավրից հետո եւ այլն։ Դրա համար ես կարծում եմ, որ հետեւյալն հիմնական նպատակը սա է, իրանք մինչև վերջ փորձելու են այս երկու կախվածությունների մեջ մնալ։ Իհարկե հասկանալով, որ կախվածությունը Ռուսաստանից, ասենք, ծայրահեղ մեծ է եւ դա իդեպ Ռուսաստանը իր կողմից քաղաքական հենց այդ էր ասում Փաշինյանը, ասում էր դուք պետք է հաշտվեիք եւ քաղաքական ճնշման դիմաց այդպիսի ճնշում չգործադրեք։ Մենք կյանքում չէինք գնա այդ դիվերսիֆիկացիային, կոպիտ ասած, երբեք չէին գնա, իդեպ Գևորգ Պապոյանն է խոստովանեց։ Եթե դուք սա չանեիք, հենց այդ է ուզում հաս, բայց ռուսները հասկանում են, սա փակուղի է։ Ռուսները հասկանում են, որ միևնույնն է, այդ տանելու process-ը կամած, գրագետ շարունակվում է, որտեղ եթե դու անվտանգային առումով կախված ես մեկից, քեզ կստիպեն երկաթգիծ էլ վերցնել ռուսներից։ Մենք իդեպ այդ հարցը ես ու Մարատն ենք բարձրացրել։ Մենք տեսանք ոնց ընդամենը մի հատ տենց կոմբինացիա խաղարկվեց հրական ծագման մեկի եւ չինացու միջոցով տենց խափեությամբ սկսեցին ռուսական բիզնեսները Հայաստանում, այսինքն չասենք խափեցամ, իշ կոպիտ, այսինքն խորամանկությամբ sense ասած, սկսեցին ռուսական բիզնեսները ռուսների ձեռից վերցնել Հայաստանից ու նոր կարևոր բիզնեսներ վերցնել, հա, այսինքն կոնկրետ վռնդում են ռուսներին, այսինքն շատ այսպես խելացի ձևով եւ այլն։ Այսինքն process-ը գնում է, գործընթացը գնում է, ռուսները հասկանում են, իրանք գնալով թուլանում են, այսինքն Հայաստանում էլ իրանց դիրքերը թուլանալու է, որովհետև իրանք գնալով թուլանում են։ Դրա համար իրանք ասում են, չէ, եղբայր, դու չես կարող մեզ այդպիսի երաշխիք տաս, որ քեզ չեն ստիպի, օրինակ վիզաների ազատականացման դիմաց, իսկ Մարատը Ուկրաինայում է ապրում, լավ գիտի, որ Ուկրաինային տվեցին վիզաների ազատականացում միայն երբ որ ինքը դառավ DCFTA-ի անդամ, Խորհրդի Համապարփակ առևտրի պայմանագրի գոտու անդամ, այսինքն իրանց եվրոպական մաքսային գոտու անդամ, հա։ Այսինքն ռուսները շատ լավ հասկանում են, որ ճանապարհը ոչ մի տեղ, որ ինչքան էլ Փաշինյանը խոստումներ կան, Փաշինյանը չի կարող այդպիսի երաշխիք տա, որովհետև անգամ ընտրություններից առաջ Փաշինյանին բացատրեցին, որ ինքը հենց ընտրություններից առաջ փետրվարի վերջ մարտի սկիզբ պետքա ռուսներից երկաթգիծ ուղի։ Ու հասկանում ես, փակուղա է իրավիճակը, եւ ռուսներն ասում են, գիտես ինչ, դու ինչ ես ուզում ասես, մենք պետքա ֆինանս, այսինքն մենք պետքա թողնենք նույն այս ամեն ինչը,
գազի գինե էժան, հա, ձեր համար փափուկ պայմաններ, որ դուք տենց կամած ձեզ քաղաքականապես հանքերը վերցնեն, հա, չէ, թեղուտը վերցրեցին, հազագյուտ մետաղների պայմանագիր կնքեցին, կամած մեզ տանում են։ Չէ, եթե դու մեկա գնալու ես այդ կողմ, ուրեմն մենք չենք պատրաստվում դա ֆինանսավորել։ Իրանց ասած է հենց այդ է։ Որտեղ իրանք շատ լավ հասկանում են, որ պետք չի կապիկություն ունենալ, ասում են, չէ, տղա ջան, ուզում ես կողմնորոշվի հենց հիմա այստեղ, ասում ես, որ դու եվրոպական միություն չես գնում, եւ իրականում դրա տակ թրիփն է։ Ռուսները ուզում են թրիփի մեջ մտնեն սկզբից, հետո մնան մենակ իրանք թրիփի մեջ, հա։ Հետո իրանք որոշեն թրիփի ճակատագիրը, ոնց կբաժանեն Ադրբեջանի հետ, այսինքն իրանք թրիփը ուզում են ռևերս անեն դեպի նոյեմբերի 9-ի պայմանագրի 9-րդ կետ, որտեղ տարածքը նվիրվում Ադրբեջանին, վերահսկողություն ռուսներեն են։ Մեծ հաշվով դրա մասին է խոսքը։ Եվ այս իմաստով փակուղային իրավիճակը նաև Փաշինյանի համար, որտեղ իրանք չնայած հիմա ինքը փորձում է այդ փափուկ նայ նոր է ընտրվել։ Դեմը ունի 5 տարի ժամանակ։ Իդեալական է հիմա գնալ կտրուկ։ Լավ, ասենք ընտրությունից առաջ չէր գնում, ասենք հա։ Բայց ես նաև լուրջ տեսնում եմ, որ ընդդիմությունը Հայաստանում աշխատում է շատ պրոֆեսիոնալ, իդեպ ասեմ, իրանցից էլ պրոֆեսիոնալ, ես սա ոչ թե բան, ես նկատես ազգային ժողովի առաջին նիստը սկսեցին այլ հետևել, շատ ավելի կազմակերպված եւ ասեմ լուրջ թիմեր են աշխատում իրանց վրա եւ իրանք անգամ չեն պատկերացնում ինչ խնդրեմ են իրանք ունենալու 1-2 տարի հետո։ Այսինքն այն որ ես ասեմ միջև այդ Բագրատ էին գցում արանք վերահսկում, չգիտեմ ինչ որ անգամ այդ տեր շոուն որ սկսվեց, այդ տեր շոուն որ զգուշացնում ենք ասում մի արեք, հիմա իրանց դեմը օգտագործվելու եւ օգտագործվելու է շատ էֆեկտիվ, իրանք չեն էլ հասկանում ոնց։ Որտեղ իրոք ես նկատում եմ, որ անկեղծ ասեմ, ինձ որպես այս ոլորտի մասնագետեր հետաքրքիր է, այս մի փոքր ուսումնասիրել եմ PR տեխնոլոգիաների լրագրողության համալսարանում սովորել տարիներին, որ արդեն որպես լրագրող, ուրեմն եւ ես տեսնում եմ, որ լրջագույն տեխնոլոգիաները գիրառվում ընդդիմության կողմից եւ դա չի կարող ազդեցություն չտալ։ Ի տարբերություն ընդդիմության կողմից, ասեմ, ԿՊ-ի տեխնոլոգիաները արդեն իրանք շատ դեպքերում փորձում են ցույց տալ, որ իրենք նոր բաներ են անում, բայց շատ դեպքերում արդեն մաշված տեխնոլոգիաներով են գնում, մաշված։ Շատ դեպքերում, ասեմ։ Եվ հիմա այս նույն այդ բարեկրթության մեջ մնալը եւ այլն, ինչ են իրանք ասենց ասում, եկեք բարեկրթության մեջ մնանք։ Անընդհատ քանի օր։ Մի բարձ պատճառով, որովհետեւ իրանք հասկացան, որ այդ սև ու սպիտակով, այսինքն ընտրությունների արդյունքները ցույց տվեց, եւ իրանք էլ երևի ներսից ավելի հետաքրքիր տեղեկություններ ունեն, որ չաշխատեց այդ։ Հիմա երկրորդ դրաման են հիմա հասկանում։ Բայց դա լավ հասկանում է ընդդիմությունը։ Շատ լավ հասկանում է այդ, ասենք, ընդդիմությունը, որը ակնհայտորեն ռուսներին ուզում է բերի մտցնի թրիփի մեջ։ Եվ իրանք, այսպես ասում են, հա մենք էլ ենք բարեկիրթ, ընդունում ենք խաղականները, բայց հայլուն տեխնոլոգիաներով սադրում են։ Ասում են ինչ որ պիտի ասեին, պատկերացնեք, ես ասում են իրար չենք հայհոյում, իրար իբր պայմանավորեն պիտի թուրք-ադրբեջանցի չասեին։ Ֆռացրեցին, ինչ ասեցին, ինչ որ պիտի հայհոյանքով ասեին կամ ամենավատ մեղադրանքները շատ կիրճ ձևով, այսինքն այստեղ նաև գտնվում է սադրանք եւ շատ դեպքերում այն ոճով է ասվում ու այն ձեռագրով է ասվում, որ չեն կարողանում հակադարձեն։ Այսինքն հակադարձում են շատ թույլ է ստացվում։ Շատ թույլ են իրանք, հասկանում ես։ Եվ այստեղ փակուղի է նրա համար, որ հիմա Փաշինյանի համար իդեալական է, որպեսզի ինքը հենց հիմա, քանի դեռ դեմը 5 տարի ուներ, այդ կտրուկ քայլերին գնել, ոչ թե ընկնել Միշուստինին խնդրեր կամ Ղրղեզստաններ ընկներ եւ խնդրեր, որպեսզի վերականգնեն Հայաստանի դիրքերը ԵԱՏՄ-ում, ապրանքները եւ այլն, եւ այսպես շնորհք։ Հատկապես որ նորից եմ կրկնում, իրանք խոստովանեցին, որ եթե ԵԱՏՄ-ում այս խնդիրը չլեր, մենք երբեք դիվերսիֆիկացիայի չենք կարող գնալ։ Խոստովանեցին, որտեղ մենք դա տարիներով ասում ենք, գիտենք, որ չի լինելու դա։ Հիմա առիթ է, Եվրոպան բացել է, քանի օր չգիտեմ, մի ամիս սպանեցին այդ իրանց բանի չէ, ինչ մոռացա անունը հայրենիցը, Սինգապուր որ արտա, Ծնեբեկով արեցին, կոպիտ ասած։ Բայց եթե այդքան լավ է, չի ուրախացել եք, որ պաշտպան հայկական Ծնեբեկը լավն է գնում է։ Այսինքն ուղղակի պետք է մի քիչ ավելի շատ մտածել, ավելի երկար աշխատել, փաթեթավորել, չափավոր, այսինքն չափերով ընտրել, հասկանում ես, մակարդակով աշխատել, հավես չունեն, էլի։ Դրա համար եմ ասում, ինչ սարքում էին, տենց հնձում էին ու ղրգում էին, կոպիտ ասած։ Սովոր չեն, եվրոպացիները սիրում են, որ ամեն ինչ լինում է մակարդակով, փաթեթավորված, ըստ չափսերի, հա, նորություններ իրանց համար։
Եվ այս ամեն ինչը խոսում է այն մասին, որ եթե հիմա Փաշինյանը խնդրում է, որ վերականգնեն այդ հանեն այդ բոլոր պատժամիջոցները, այս ամբողջ process-ը ռևերս անելու, ոչ մեկ էլի չի մտածելու, որ Ծնեբեկը պետքա փաթեթավորի եւ չափերով հասկանում եք։ Չի մտածելու։ Եվ այս ամբողջ process-ը, որ մենք հազիվ եւ նորից եմ ասում, հիմա Հայաստանի համար գրեթե ստեղծված են նույն պայմանները գրեթե ոչ ամբողջությամբ։ Ինչ որ Մոլդովայի եւ Ուկրաինայի, որ այդ ճանապարհով գնա, այսինքն այն պայմաններն է ստեղծված, որ Հայաստանը կարա 1-2 տարում շատ հանգիստ դառնա եվրոպական մաքսային գոտու անդամ։ Եվ իմաստը գնալ այս իրավիճակում խնդրել ռուսներին ուրեմն հետ ողորմյան էլ էս ամեն ինչը։ Այն դեպքում, որ ես ցույց եմ տալիս, որ այն պետությունները, որոնք հիմա ԵԱՏՄ-ի մեջ չեն, ռուսների հետ առևտուր են անում, ինչ որ իրենց պետքա ծախում են ուրեմն Ռուսաստանին, նույն Ադրբեջանը, նույն Վրաստանը, ոչ մի խնդիր չկա եւ տնտեսության կառուցվածքն է կախվածության առումով շատ ավելի լավն է, քան Հայաստանինը։ Եվ Հայաստանինը երակի քարակին անգամ մեծ է կախվածությունը Ռուսաստանից, քան նույն Ադրբեջանին ու Վրաստանին։ Դրա համար նյութենական պետության մասին չեմ կարծում, բայց հիմա մենք ինչի խոսացինք այս դաշինքի մասին։ Մենք ցույց ենք տալիս, որ կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում։ Ոչ թե ուղակի փոփոխություններ, օրինակ 5 տարի առաջ ինձ թվում է Արտյոմը, որի Իսրայելում էր ապրում, իր մտքով չէր անցնի, որ Թուրքիան ու Սաուդյան Արաբիան Պակիստանի հետ ինչ որ պաշտպանական կամ ռազմական դաշինքի մեջ կմտնեին։ Այսինքն այնտեղ լուրջ մասնակիցը հաշվարկում են, լուրջ խաղ է գնում, հա։ Ու մենք շարունակում ենք ինչ որ пассив նորից նույն են կարճել ենք այդ մի բանից ու նորից շարունակում ենք կարճել այդ արանքիզմից, որը ասենք ոչ մի բան չի տալիս մեզ, էլի։ Ու մենք միայն ժամանակ ենք կորցնում եւ դանդաղեցնում ենք Հայաստանի վերափոխումը։ Հատկապես որտես մենք գիտենք ընտրական ցիկլները ոնց է։ Ինչքան ուշացնենք, հետո վերջում գալու ենք բախվենք նույն իրավիճակին։ Ինչքան հաջորդ ընտրությունները մոտ են, հա, այնքան փոփոխությունների հավանականությունը փոքրանալու է։ Եվ մենք նորից կանգնելու ենք կոտրած տաշտակի առաջ։ Էլի մնալու ենք ուկրաինացիների հույսին։ Հալբատ այն ժամանակ ասենք Պուտինին ջարդած կլինեն, թե հələ կշարունակվի, չգիտենք, բայց Աստվածտա գոնե այդ հարցով ասենք Ուկրաինայի հաղթանակը շուտ լինի եւ ըստեղ ասում եմ այդ դեպքում արդեն շատ հարցեր ինքնին կլուծվեն։ Իմ հստակ կարծիքն է, որ այսպես կոչված ընդդիմությունը դա ռուսական տրոյական ձի է հայկական խորհրդարանում եւ ցավոք սրտի նրանց հաջողվում է օրակարգ թելադրել, սա խնդրեմ է եւ ժամանակին էր պետք մտածել Մոլդովայի օրինակով նրանց մասնակցություն ընտրություններին սահմանափակել, բայց ցավոք ունենք այնինչ ունենք։ Արտյոմ Փաշինյանը մասնակցելով ԵԱՏՄ ժողովներին կանգնում է իրենից ռանգով ցածր պաշտոնյաների կողքին, միշուստինների մակարդակով, հա։ Սա անձնուրաց պայքար է Հայաստանի շահերը պաշտպանելու համար, թե փաստացի միութենական պետության կարգավիճակ մեր առջև այսպես կոչված գուբերնիայացումը, հա։ Վերջին շրջանում շատ է հաշվառացել նաև զենքի Իսրայելից մատակարարման թեման Հայաստանից, նոր պայմաններում ինչ խանգարող կամ օգնող հանգամանքներ են ի հայտ եկել եւ արդյոք դա կարող է մոտ ժամանակներս իրականանալ։ Շնորհակալություն հարցերի համար, կիսում եմ պարոն Չիբուխչյանի ողջ այն վերլուծությունը կապված միութենական հանրապետության, այսինքն միութենական չենք մտնի, բայց խնդիրն այն է, որ եւ զանգահարելը եւ գնալ ներկայանալը մեկ անգամ չէ, երկու անգամ գնալ մի պետության դռները թակել, որը մինչեւ այսօր էլ չճանաչեց մեր ասենք լեգիտիմ ընտրությունները խորհրդարանական, այսինքն գնում ես մի պետության դուր ես թակում, խնդրելով, խնդրանքով, չգիտեմ ինչով, փորձելով քո ասենք խոշոր գործարարների, օլիգարխների շահերը Ռուսաստանի ոտքերի մոտ պաշտպանել, որ ինչ հանուն ինչի համար, որ ինչ լինի։ Փոխարենը Եվրոպան այդքան միլիոններով մեզ փող տվեց, օգնեց, բացեց շուկաները եւ արդյունքում որքանով մենք օգտվեցինք։ Փառք ու պատիվ Ուկրաինային, առաջին Ուկրաինան էր, որ սկսեց հայկական ապրանքներն առնել, սկսեց եւ ծաղիկները, եւ ծիրանը, եւ մյուս տեսակի ապրանքներ, այսինքն պատերազմող պետությունը առաջին ինքը ձեռք մեկնեց Հայաստանին, այսինքն այս նույն դիվերսիֆիկացիան պետք է հիմա շատ ավելի լայն թափով իրականանա, արդեն լուրջ պետք է արդյունքներ մենք գրանցած ունենայինք այս 2 ամիսների ընթացքում, փոխարենը մենք ինչ ենք տեսնում,
Ռուսաստան են գնում, իրենց ավելի ցածր մակարդակի մարդկանց հետ են շփվում, փորձում են ինչ-որ գործարքներ կնքել անհասկանալի, փորձում են ռուսական լեզվով ասած կրուտիկներ անել տարբեր լրատվամիջոցներին, թե ինչու այսպես ասեցինք, այնպես ասեցինք։ Հայաստանում էլ բացում ես վերլուծաբանների լուրերը, Փաշինյանի կտրուկ պատասխանը, չգիտեմ, այս լրատվամիջոցին, մեր կառավարության ապտակը Ռուսաստանին, որ նայես, ասենք կողքից եթե խելքը չհասնի, ասենք կգնես էյֆորիայի մեջ, թե ես ինչ հզոր պետության հետ գործ ունենք, ես ինչ հնարավորություններ ունի Հայաստանի Հանրապետությունը, որ այսպես աճ ու ցախ չրփում է ռուսներին, էլի հաղթած ուժեղ հզոր պետություն է, որ նայես այդ լուրերը իսկապես, էլի ուղղակի նայում եմ զայրանում եմ, էլի այսինքն հնարավորությունները գա այդ օրը Արտեմ ջան Այո, ես վստահ եմ, որ մի օր դա գալու է, բայց ասենք այնքան եք դուք սիրելի գործընկերներ այդ մասին խոսում արդեն տարիներ շարունակ, ասում եմ, չգիտեմ, որ ասում են բանը ջուրը ճաղացի քարն է ծակում, հա, արդեն դիմիտեղ ինչ-որ մի ծակած լիներ, то չգիտեմ, արդեն լուրջ նենց արդյունքներ պետք է տված լիներ, որ ասենք այդ խոսալու տեղ չունենային, բայց ցավոք սրտի անընդհատ պատմության սպիրալի նման անընդհատ կրկնում ենք, գալիս ենք էլի մի հատ ներքև, էլի իջնում ենք ներքև, այսինքն կրկնվում է պատմությունը սպիրալաձև, բայց էլի նորից կրկնվում, էլի իջնում ենք ներքև, էլի նույն կոտրակ տաշտակի առաջ ռեգիոնալիզմ, չգիտեմ, պայտրացիական հարաբերություններ տարածաշրջանի պետությունների հետ, մենակ սահմաններ են կիսում, սահմաններ են բաժանում Չգիտեմ, շատ ցավալի է, հուսով եմ, որ ինչ-որ մի բան կփոխվի ու այո, կիսում եմ այն բոլոր մտահոգությունները եւ իրոք վստահ եմ, որ հիմա եթե Հայաստանը ցանկանա, ունի լուրջ գործիքներ Ռուսաստանից անմուխջությամբ անջատվելու, իսկ այդ գազային շանտաժ եւ այն շատ հանգիստ ու կարծիքով կարելի է հաղթահարել, չգիտեմ, մյուս կողմից որ լսում ես, ասում են դանդաղ, պետք է սա դանդաղ անենք, անցավ, չգիտեմ ինչ, Ռուսաստանը ոչ քո դանդաղին է նայելու, ոչ էլ նայելու է որտեղ դե ցավալու, որ մի հատ դարման տնի քո ցավի վրա, էլի, էս է խնդիրը։ Միանշանակ Արտեմը լավ հիշեցրեց, իդեպ Ուկրաինայի մասով մի վարքան զենքի մոմենտով չասացիք նորից զենքի մոմենտով էլ պահով ուրեմն զենքի ինչ վերաբերում է զենքին նախ Իսրայելի կառավարության հայոց ցեղասպանության ճանաչումը սա շատ լուրջ ազդակ էր Հայաստանի Հանրապետության կառավարությանը ձեռք մեկնելու փոխադարձ համագործակցելու քանի որ ինչպես նշեցի բոլորս էլ գիտենք Թուրքիան շուտով Իրանի հարցը փակելուց հետո իսկ Իրանի հարցը վստահ եմ որ տարիներ չի տևելու եւ Իսրայելում են ընտրություններ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում են ընտրություններ եւ ի վերջո հա իմիջիայլոց մի շատ կարևոր բան ասեմ Իսրայելում նոր Մոսադի ղեկավար են ընտրել ընդ որում նոր Մոսադի ղեկավար Ռոման Կոֆմանը համարվում է Նատանյահուի այսպես ջերմեռանդ պաշտպանը Դավիթ Բարնեային հանեցին եւ հենց այս Կոֆմանը որ մտավ արդեն իր ծառայության անցավ սկսեց ասինքն իր բոլոր տեղակալներին աշխատանքից հանել մեղադրելով որ չեն կարողացել Իսրայելի հատուկ ծառայությունները Իրանում իշխանապողություն իրականացնել այսինքն այդ գլխավոր պատճառներից մեկը իբր սա էր, բայց այս մարդիկ ասենք տեղակալներ են եղել, հետո չգիտեմ ինչ պաշտոն ունեցել, տեղակալ են նշանակվել, այսինքն այս հարցը Նատանյահուին պետք է հերացնեին, այլ ոչ թե ասենք Մոսադի ինչ-որ մի հատ պաշտոն ունեցող ինչ-որ մի տեղակալի, որ չի կարողացել ու նման հարցերն ասենք Տրամպի հետ Իրանում իշխանապողություն իրականացնելու հետ կապված պետք է լուծել Նատանյահուն ու Տրամպը միասին, այլ ոչ թե ասենք Մոսադի փոխտեղակալը ասենք կամ այլ հատուկ ծառայություններ ներկայացնել։ Սա այսպես իմիջիայլոց տեղեկություններ ցես։ Իսկ ինչ վերաբերում է զենքին, տեսեք առաջարկություն կառավարությունը ճանաչեց, մենք որպես համայնք անդադ քննադատում ենք, ասում ենք մեր խաղեր խաղացեք, բայց ընդհանուր մենք պարոն Չիբոկչյանի հետ այս հարցը քննարկել ենք, սա գլոբալ շատ կարևոր մարտահրավերների պայմաններում շատ լուրջ մեսիջ էր Հայաստանի Հանրապետությանը ուղղված, բայց Հայաստանի Հանրապետությունը այս մեսիջը չընդունեց։ Հիմա որ Հունաստանը
3 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել հակաօդային պաշտպանության հետ կապված Իսրայելի հետ։ Այսինքն Հունաստանը, Իսրայելն ու Կիպրոսը, ինչպես գիտեք, ռազմական պայմանագիր ունեն, զորքերը ստեղծման այդ հատուկ կոնտինգենտ են ստեղծում 2000-ից ընթացքի մեջ է, ու որպեսզի բոլոր տեսակի, հատկապես Թուրքիայից պաշտպանվելու համար Իսրայելը վաճառելու է ուրեմն Հունաստանին մոտ 3 միլիարդ դոլար հակաօդային պաշտպանության տարբեր տեսակի սպառազինություն, սկսած բարակ MX հրթիռներից, խեց 3-ներից, խեց 2-ներից եւ այլ տեսակի ուրեմն հակադրոնային, հակատեսային համակարգեր եւ այլն եւ այլն։ Այս կոնտեքստում, քանի որ Հունաստանը եւ Ֆրանսիան Հայաստանում զորավարժություններին են մասնակցել, շատ լավ կլիներ Հայաստանի կառավարության ու Իսրայելի հետ ասենք թեկուզ անդրկուլիսային բանակցությունների սկսելը նաև մեր հակաօդային պաշտպանությունը իսրայելյան հակաօդային պաշտպանությունով եւ նաև ասենք ինչու՞ չէ ուկրաինական հակաօդային ուրեմն հակաաթսնային ուրեմն համակարգերով համալրելու հետ կապված բայց այսօր արդյոք մեր կառավարությունը այս քայլին կդիմի ես վստահ եմ որ ոչ որովհետև հիմա մերոնք կամուրջ են կառուցում Թուրքիայի հետ հույս ունեն որ Թուրքիան սահման է բացելու այսինքն ամբողջը հույսեր են ես վստահ չեմ եւ չգիտեմ Թուրքիան երևի ամենավերջին պետությունը կլինի որ սահման բացի Հայաստանի հետ եւ այս պարագայում երբ որ մեր օդը ռուսների հույսին է մնացել երբ որ ասենք 2-3 հատ ռուսական արտադրության հետ ռեփ համակարգերը տեսան կամ մի հատ էլ չգիտեմ ինչ ռեփ համակարգ տեսան բայց դուք հասկանում եք ինչ է բարակ MX հրթիռը 120 կիլոմետր մինչև տիեզերքում կարող է հրթիռ խոցել կամ արբանյակ խոցել այսինքն Հայաստանը ոտքից գլուխ 2 արբանյակ ունի իսկ հիշեցնեմ որ 2020 թվականի քարորիա պատերազմից հետո այսինքն մեր պատերազմից հետո Ադրբեջանն արդեն բարակ MX համակարգերը ձեռք բերել Կասպից ծովի նավերի վրայից էլ փորձարկումներ են իրականացրել այսինքն մենք ունենք երկու ընդհանրապես արբանյակ այդ երկու հրթիռով մեր արբանյակները կարող են օդում խոցել հանգիստ ասել կուզի որ այդ նոր որ Հունաստանը բարակ MX է ձեռք բերելու Ադրբեջանն արդեն 4 տարի բարակ MX ունի ու այս պարագայում մենք ինչ կարող ենք ասենք ադրբեջանական բարակ MX-երի խեցերին, որոնք ասենք Իսրայելը նրանց նաև մատակարարել է, մենք ինչ կարող ենք հակակշիռ ներկայացնել։ Ինչ ունենք մենք, որ կարող ենք ասենք բարակ MX-ի աշխատանքը, ասենք չեզոք հասնել ենթադրենք։ Ոչ ռեփ միջոցով ես կարող այս ռակետի այս հրթիռի վրա ազդել, որև հնարավորություն չկա։ Այսինքն ամենակարևոր բանը, որ պետք է անել, Իսրայելի հետ ուղիղ բանակցություններն են եւ իրենց հրթիռների չեզոքացման հետ կապված միջոցառումներ ձեռնարկել, որ Իսրայելի գոնե օգնությամբ, եթե Ադրբեջանը այդ հրթիռն ուղի Հայաստանի դեմ այդ հրթիռը կոպիտ ասած չաշխատի, կամ ասենք ունենան Իրանի դեմ կամ մնացած այլ պետությունների դեմ, որոնք հնարավորություն ունեն Հայաստանի սահմանները, Հայաստանի քաղաքները, խաղ բնակչությանը խոցեն, գոնե հակաօդային պաշտպանություն ունենանք նորմալ արևմտյան ստանդարտներով, որովհետև պետրիոտներ մենք գնել չենք կարող, դրանք բավականին թանկ են եւ ասենք գիտեք պետրիոտների հետ կապված ինչպիսի սով կա միջազգային այսօր, իսկ խեց 3-ը իսրայելյան համեմատաբար ավելի էժան համակարգ է, նաև կարող ենք շատ ավելի ձեռնտու տարբերակներ ունենալ նաև Ուկրաինայի հետ, ունենանք համատեղ ձեռնարկություն, ասենք մեկ գործան ինչ-որ մի սարի տակ բացենք, հայկական մի սարերը աստծուն փառք սարեր ունենք աշխարհը չունի, եւ այդ ձեռնարկությունը հիմնելուց հետո նաև Ուկրաինային մասամբ զինենք զինամթերք տանք Եվ նաև մենք էլ մեր ներքին խնդիրներ լուծենք, մեր պաշտպանական հակաօդային խնդիրներ լուծենք, բայց այս ամբողջը ցավոք սրտի բարի ցանկությունների այսպես տրցակ է եւ ես որևէ հույսեր չեմ կարող փայփայել, որ մեր կառավարությունը գնա, ասենք, այդ կարգի լուրջ Իսրայելի հետ հարաբերությունների սերտացման, չնայած որ տեսեք հիմա Սոկոլովի անձը չէ ինչքան քննադատեցին, դարձրեցին Պուտինի մարտը, չգիտեմ, միտեղ ծիծաղով ասեցի այս անգամ էլ հрьяաները փրկեցին Հայաստանին, այնպիսի մեկնաբանությունների արժանացավ, որ ասենք որ մեկի բերանը փակես, հա, այսինքն բավականին լուրջ, այսպես հակահարված ստացա ճակերտների մեջ, հա, որ Սոկոլովը փրկեց Հայաստանի որոշ, ասենք, ձեռնարկություններ տոտալ ուրեմն գաղութայնությունից ու տոտալ ասենք թալանից, բայց թե մեկ է
պարոն Չիբուխյան, պարոն Հակոբյան, հասկացողը հասկանում է, իսկ չգիտեմ, հասկացողի համար շատ դժվար է։ Դե դες ինչու ենք տարիներով ասում եւ ցավոք սրտի դեռ ինչպես ասում են ջուրը քարչի ցակել, բանեցի թորներ ենք, ես էլ Արմենն էլ մեր հացի մեջ աղ չկա, ինչպես ասում են, անընդհատ անում ենք, անընդհատ կարծես նորից նույն բանն ենք կրկնում, ցավոք սրտի։ Տեսեք, շատ հետաքրքիր թեմաների անդրադարձար, իդեպ սարեր փորելու փոխարեն հեշտ տարբերակ ավելի արագ կարող են զորերը ծածկել եւ ունենալ հարթ տարածք, որով պաշտպանված կլինի, թաքցված կլինի արտադրությունները, թրիփին, ինչպես Արտեմը ասաց Արմեն, հրեական լոբիի մասնակցությունը եւ ցեղասպանության ճանաչման սառեցումը, Հայաստանի վերաբերմունքի ֆոնին, ինչպես պատահեց այնուամենայնիվ, որ հայկական ամերիկյան լոբին զիջեց իր դերը հրեականին, կամ արդյոք կա այն հայկական լոբին, այն իմաստով, ինչպես մենք տարիներ շարունակ պատկերացրել ենք, հիշում եք, չէ՞, հայկական մամուլը Ամերիկայում այդ կազմակերպությունները մեկին նամակ էին գրում, ամբողջ հայկական մամուլը գրում էր հայկական լոբին էս արեց, այն արեց, փաստացի բացի ցեղասպանության ճանաչման հարցը մինչև վերջ տանելուց ուրիշ ոչինչ չկա, Հայաստանի հետ, անկախ Հայաստանի հետ հարաբերություններում փոփոխությունների վրա ազդում է հրեական լոբին, ցավոք նաև հայկական լոբին Ամերիկայի չի մասնակցում Հայաստանի անվտանգության հարցերի լուծման առումով, կուզեի համապարփակ պատասխան տայիր այս հարցերին, որ անդրադարձանք։ Տես դու շատ ճիշտ նշեցիր, ես այդ հարցերին տարիներով անդրադարձել եմ։ Տարիներով եւ իրոք դու ճիշտ ես ասում, միակ խնդիրը եղել է նախ հայկական լոբի հասկացություն ես չեմ տեսել այստեղ, անկեղծ խոսենք։ Եղել է դաշնակցական լոբի, հիմնականում ամենաուժեղ լոբին, տարբեր այնտեղ կազմակերպություններ եղել են, որոնք եւ տարբեր անհատներ գուցե, այո, որ հա փորձել են նախագահների շրջապատել, հիմա Տրամպի շրջապատում էլ հայ բիզնեսմեններ կան, բայց որքանով են նրանք Հայաստանի հետ կապված հարց լուծում մի քիչ դժվար եմ պատկերացնում, ավելի շատ իրանք ամերիկանիզացված բիզնեսմեններ են արդեն, գուցե իրանք հարցը մենք ուղղակի տենց է, չէ՞, միշտ հայկական ազգանուններում չոքերն է ստուլանում ասում հետ։ Հիմա դաշնակցական լոբին ինքը իրականում ռեալ այն աշխատանքը որ կատարել է դա հայկական լոբի չի, դա ռուսական լոբի է եղել, սովետական լոբի է եղել, հետո ռուսական լոբի է դարձել։ Իսկ ցեղասպանության հարցը, ես դա բազմիցս եմ ասել, դա ինքան եկամտաբեր հարց է եղել եւ քաղաքական եւ տնտեսական առումով։ Նախ որովհետեւ քաղաքական առումով ուրեմն տարբեր երկրներին, ասենք նույն Միացյալ Նահանգներին, հա, տարբեր աշխարհի երկրներին, տարբեր ժամանակներում ձեռնտու է եղել, ասենք Թուրքիայի վրա լծակ ունենալ եւ ցեղասպանության հարցը եղել է բավականին այսպես իրենց համար լավ հարց, մենք ենք միամիտ, որ մենք չենք կարողացել այդ հարցից օգուտներ քաղել։ Բայց հիմա նույն Իսրայելը այդ մասին խոսենք։ Հիմա այսինքն ի՞նչ է, ցեղասպանության հարցով մեծ գումարներ են հավաքել։ Տելեթոններ, մարաթոններ, տարին տասնամյակներ շարունակ, տասնամյակներ եւ ահռելի գումարներ, այսինքն կուտակվել այդ հարցի շուրջ, հա։ Այդ հարցի շուրջ, չգիտեմ, հենց այդ հարցով են մտել, քանի որ Միացյալ Նահանգներին էլա ձեռեղել, էլիտային էլա ձեռեղել, այսինքն կարելի է ասել, որ այդ հարցով են այդ լոբին կայացել, դարձել եւ այլն։ Եվ ցեղասպանության ճանաչումը դրա համար առանձնապես ասում եմ այդպես շատ ասում իմ տպավորությամբ գոնե մեծ ողջավորությամբ չընդունվեց, հա, ինչու, որովհետեւ եթե ճանաչվել է, ինչի համար պայքարեն, ինչի համար տելեթոն մարաթոն անցկացնեն, ինչի համար փող հավաքեն, հա, եւ այլն։ Այսինքն մեծ հաշվով եւ քաղաքական եւ որպես ասենք նույն օրինակ նույն դաշնակցության կուսակցության կայացման իմաստով կամ նույն մենակ ասենք բոլոր ավանդական կուսակցությունները որ ստեղ կան։ Ցեղասպանության հարցը, այսպես ասում եմ, թափահարելը միշտ եղել է նաեւ իրենց կուսակցության քաղաքական դիվիդենդների, հայտնիության, PR-ի ժամանակակից լեզվով եւ այլն գործիք։ Ինչ վերաբերում է իսկ մնացած բոլոր առումներով դա ես տեսել եմ, ես եկել եմ այստեղ, ես տեսել եմ, որ ռուսիֆիկացված է ուղղակի հայ համայնքը այստեղ, այսինքն ինչու է զբաղվել դաշնակցական լոբին, զբաղվել է Ռուսաստանի շահերը իմ խորին համոզմամբ, իմ տպավորությամբ Ռուսաստանի շահերը առաջ տանելով։ Դրա համար օրինակ մենք մեղադրում ենք, որ չգիտեմ, իհարկե այնտեղ որոնց թաց երազանքները իհարկե չի իրականանում, որտեղ Սոկոլովը տենց անդադ պարզում է, որ այդքան է Ռուսաստանի մարդ չի եւ այդ
տրոյական ձի ռուսական ընդդիմությունը ոնց որ դու բնութագրեցիր Մարատ ջան, հիմա Սոկոլովի դեմը հարցակվում արդեն խորհրդարանում եւ փաստորեն ապացուցվեց, որ մենք կարողացանք ասենք ապացուցել, որ իրանք խոստովանեցին, որ ինքը Ռուսաստանի Պուտինի մարդը չի, որտեղ արդեն ակնհայտ հարցակում է սկսել։ Հիմա կներես, եթե օրինակ լուրջ պետությունները լուրջ շահերն, օրինակ եթե հենց պարզ ասենք Իսրայելին ձեռնտու չի, որ Թուրքիան մտնի տարածաշրջան շատ այսպես ուժեղ ձև։ Իսրայելին ձեռնտու չի, որ Թուրքիան ստանա այդ ճանապարհը, կոպիտ ասած, հա։ Իսրայելական լոբին ոչ միայն ինքը Ամերիկայի առումով պատրիոտ լոբի է, ինքը շատ լավ հասկանում է, որ Ամերիկային շահերը Իսրայելի շահերի հետ համընկնում են շատ մեծ տոկոսով, շատ մեծ տոկոսով, հա։ Այո, կան իհարկե բացառություններ, բայց շատ մեծ տոկոսով։ Դրա համար իրանք, բայց իսրայելական լոբին նաև այնքան հերոյ ամատած, որ իրանք հասկանում են, որ եթե հայերը ունենալով sense լոբի չեն գնում այս կարևոր տեղը, ասում սուրբ տեղը դատախ չի մնում, չէ՞, սուրբ տեղը չեն գրավում։ Ինչի մենք չանենք, որտեվ Իսրայելի շահերից է դա բխում, որ Թուրքիան, ասում տենց իր ամբողջ այդ ասում փեշերը չփռի ամենտեղ, հասկանում ես, չուլ չտանք, այսինքն գնանք մենք անենք բացի բիզնեսից դա ավելի շատ նաև ուրեմն քաղաքական նպատակներ ունի, շատ կարևոր։ Եվ իրոք դա շատ ցավալի է, որ ոչ միայն մենք չենք անում, այլև ստեղի ես վստահ եմ այդ ուրեմն լոբի կոչվածներից ասма շատերից իրոք ասма բառացիորեն կանաչ կամ շագանակագույն կամ կարմիր լոբի կարան չգիտեմ բանի արմով էլի այսպես իրանք նույնպես հարցակվում են Սոկոլովի վրա խեք հարցակվում եկեք արեք կապերեր ունեք կոնգրեսմեն ծանոթներեր ունեք ընկերներեր ունեք մտնեիք անեիք գայք ով էր ձեզ արգելելու հակառակը այսա առիթ էր որպեսզի իրանք իրոք դառնային հայկական լոբի հենց այս թրիփի հիման վրա իրանք մտնեին բանանին բայց ինչ են անում առավոտի ծիրիկուն թրիփ են փնովում հիմա Թրամփը վատնադառ է միջև այդ լավն էր որ ասում էր Պուտինի հետ պայմանավորվելու եմ տենակ ոնց էին իրան շճղում Թրամփի նկարով այսպես ասում բանը վերնաշապիկներ էին հագնում եւ այլն կոպիտ մի քիչ բան ծայրի ասում նույն այստեղ Թրամփ հայեր կային որոնք տենց ռուսներին շատ են սիրում Թրամփի նկարով վերնաշապիկներ գլխարկներ էին դնում Թրամփին որտեվ ու իրանք հստակ չէին թաքցնում որտեվ ասում են վերջապես ինքը Պուտինի հետ կպայմանավորվի ռեալ եմ ասում ես դες շատ ամենայն դժվարությամբ եւ այս իրավիճակում ես կարծում եմ որ բացի այն որ մենք զուգահեռ տեսանք process-ների եւ հրեական լոբի ասма ձեռագիրը տեսանք թրիփի հետ կապված, այս հիմա թրիփի շարունակության հետ կապված գումարներն են ավելանում իդեպ մենք չենք խոսեցել այդ մասին, հա, որ այդ ֆոնդներն են ավելանում։ Գումարած դրան մի հետարքիր մի բան, որ այս զուգահեռ ֆոնին մենք այո, արդյոք այդ խոսել ենք նաեւ իմ եթերում այդ մասին, այստեղ հետարքիր բան կա։ Մենք ամեն ինչը շատ քառակուսի ենք փորձում։ Մենք ասենք, չգիտեմ, շատ մարդիկ ովքեր քաղաքականապես ասենք շատ չեն խորանում եւ այլն կամ փորլուծաբաններ շատերը ժողովրդին ճիշտ չեն ներկայացնում շատ քառակուսի են փորձում անցալել իրավիճակը ուրեմն Իսրայելը պետք է ընդունել բայց այստեղ լուրջ քաղաքական խար Նեթանյահուն գնաց հայ ուրեմն ազգության փայ բլոգերի մոտ ճանաչեց ցեղասպանությունը ինչպես պարոն Չեռնամորյանը ճիշտ նշեց Իսրայելի կառավարությունը օֆիցիալ ճանաչեց ցեղասպանությունը եւ այստեղ նաեւ դա ոչ միայն Թուրքիայի դեմ քայլ էր։ Սա նաև Հայաստանին էր աչքով ունքով, մենք այդ մասին էինք խոսում հենց, այդ էինք փորձում հասկ։ Աչքով ունքով էր, որ եկեք խաղանք միասին, այսինքն հրավեր էր համագործակցության։ Եվ երբ որ Փաշինյանը ուղակի կոնկրետ բրիֆինգի ժամանակ կանգնեց ասես մենք հետաքրքրված չենք, մեզնից հեռու խաղացեք, եւ այդպես պարզ ասեց, կհիշեք։ Պարզ ասեց։ Վերջ, դրանով հարցը փակվեց։ Բայց մենք չպետք է քառակուսի ընդունենք, որ դա կոնկրետ ցեղասպանության ոչ։ Եթե մենք նայում ենք հերթականությունը, ինչ իրադարձություններ, ինչի շուրջ են տեղի ունեցել, Իսրայելի կառավարության քայլը ընդհանրապես նրա մասին չէր միայն, որ պետք է այս պահին ճանաչեին ցեղասպանությունը։ Նախ Թուրքիային զսպելու մահակ էր դա, որ մի հատ ասեցին թաթիկներիդ կխփենք, երկրորդը իրանք սպասում էին շատ լուրջ, թե ինչ պատասխան կտա Հայաստանը։ Ինչ պատասխան կտա Հայաստանը։ Եվ պարտադիր չէր իդեպ ասեմ։ Իդեպ պարտադիր չէր, որ Հայաստանը այսպես քծվեր այդ հարցով ասել, այո, մենք կարելի է հետաքրքիր այնպիսի պատասխան տալ, որից Նեթանյահուն կհասկանար, որ այս համագործակցությունը կայանում է։ Այսինքն
Հայաստանը կանաչ լույս տվեց հայ-իսրայելական համագործակցությունը։ Ես դիվանագետ չեմ կամ այս պահին ոտի վրա չեմ ուզում հորինեմ այդպիսի մի պատասխան, ուղղակի դիվանագիտության մեջ այդպիսի ազդակներ կամ կուզեք սիգնալներ իրար ուղարկելու ավանդույթ կա։ Սիգնալը Փաշինյանի հետևյալն էր՝ մեզնից հեռու խաղացեք։ Նրանք ասեցին շատ լավ, բայց միևնույնն է, նրանք ասում են հետևի դռնից մտան, ասենք Ամերիկայի միջոցով։ Իրանք անելու են ինչ որ իրանք շահերից բխում է։ Եվ մենք սա չենք հասկանում։ Եվ ինչքան մենք շուտ հասկանանք սա, Ես նույն խեցի հետ կապած իդեպ շատ ճիշտ ասեց, երբ որ Արտյոմը խոսում էր իմ մտքով անցավ։ Այո, գուցե պակտ 3 չի, գուցե այդ իմաստով, հա, բայց չգիտեմ, ինքը էլի ոնց որ բալիստիկա չէ խփում, եթե չեմ սխալվում, էլի հակաբալիստիկա չէ, խեց 3։ Այո, միակ բալիստիկ, հակաբալիստիկ Իսկ ինչ վատ է, թա դու պատրիոտ ունենալ հիմա մենք երկար ժամանակ չենք կարող հերթի պիտի կանգնենք շատ երկար, չնայած եթե կախված է թե ինչ հարաբերություններ կունենանք Ամերիկայի հետ, բայց խեց 3-ը բավականին լավ լուծում կարող լիներ Հայաստանի համար։ Մի քանի այդպիսի համակարգ, ել չեմ ասում Իսրայելի հետ զենքի համագործակցությունը բնականաբար ինչ տեսակի հետևանքներ ու զսպող հետևանքներ կունենար Ադրբեջանի համար։ Այսինքն այդ մենակ այդ չի, որ Հայաստանը համագործակցում, դա լուրջ ռազմական բալանսի վերականգնում, եթե կուզեք այսպես ասեմ, ոչ թե զենքի քանակից նաև ուղղակի, երբ որ դու սկսում ես հարաբերությունները Իսրայելի հետ, դա լրջագույն, ուրեմն առիթ կդառնար լրջագույնս այդ ռազմական դիսբալանսը կրճատելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Հա, եւ մի բան էլ մոռացա ավելացնեմ, իդեպ ուզում եի ասեի, եթե Ռուսաստանի ու ասենք նույն Ուկրաինան գրկաբաց ես իմ եթերում է շեշտեցի, ընդունում էր ապրանքները այսքանից հետո այսպես նկատեցիք Ստեֆանչուկը զանգում է Ռուբինյանին, խոսում են, ասում է արեք սերտացնենք համագործակցությունը, զուգահեռ ընդունում է մեր ծաղիկը, ամեն ինչը, չգիտեմ, թթու վարունգը, պատրաստակամ, հա, ենթադրենք կոպիտ ասեմ։ Զուգահեռաբար Զելենսկին ոչ միայն շնորհավորում է Փաշինյանին, նաև մի քանի օր առաջ նորից խոսեց Հայաստանի մասին, նորից Ադրբեջանին պարզ ակնարկելով, որ ես բացառիկ համագործակցություն Ադրբեջանի հետ չեմ ունենալու։ Այսինքն Ադրբեջանը exceptional չի լինելու։ Մենք Հարավային Կովկասի նաև հատուկ շեշտեց Հայաստանի հանգամանքը, որ եթե Հայաստանից այդպիսի կոպիտ ասած, պարզ ասած, եթե Հայաստանից այդպիսի պատրաստակամություն լինի, մենք պատրաստ ենք։ Հերթական անգամ, մի քանի օր առաջ ընդամենը։ Եվ մենք տեսնում ենք զուգահեռաբար այդ շնորհավորանքների, այդ մոտեցմանը, ապրանք ընդունելը, օգնելու անկախության պահպանմանը կոչերը, եւ զուգահեռաբար տեսնում ենք, որ ռուսները կոպիտ ասած թքում են մեր երեսին, լեկտիություն են անում, հայտարարության վրա կեղտոտ, շանտաժ, Մատվիենկոն զանգում է սպառնում, ասում է տուրիստ չենք ուղարկի, բայց մենք վազում ենք Ռուսաստան ու խնդրում ենք, ասենք, չգիտեմ, ես երեք փորձեցի իմ եթերում այդ քաղաքակրթական տարբերությունը ներկայացնեմ, հա, ուղղակի ներկայացնեմ, ինչ արեցին ուկրաինացիները, ինչ են անում ռուսները եւ ինչ ենք անում մենք։ Մինչեւ հիմա չենք գնում, ասենք Բայրամովը գնաց Ուկրաինա։ Մենք մինչեւ հիմա Ուկրաինա չենք գնում այսքանից հետո, լուրջ բարձր մակարդակով չենք գնան։ Մենակ առաջին տիկինն է գնացել մի քանի տարի առաջ, ինչի համար հա մենք նշեցինք օրինակությամբ եւ այլ այսպես շարունակ, բայց դա քիչ է։ Իսկ Ադրբեջանի արտգործնախարարը հանգիստ գնում է Ուկրաինա, հանգիստ բանակցում է։ Ռուսները Ադրբեջանին թթու խոսք չեն ասում, Հայաստանին ասում են ձեզ արգելվում է Ուկրաինայի հետ անգամ բարիդրացիական շփումներ ունենալ։ Այդ կարգի ստորացում։ Իդեպ պղպեղի պատմությունը կհիշեք, պրովոկացիան, մեդիա պրովոկացիան, որ արվել էր, ոչ թե սահմանին կանգնեցրել են, այլ ընդհակառակը մտել էր Ուկրաինա եւ շատ արագ վաճառվել հենց Կիևի մարքետներում։ Երևի թե հենց այդ պահանջարկը հայկական ապրանքների հանդեպ վատ դրության մեջ է դնում Ռուսաստան սիրողներին։ Արդյոք ինչ որ բան կավելացնեիր։ Ամենակարևորը ուզում եմ ասել, որ Իսրայելի հետ կապված, երբ որ հրյաներ իրենց շահերն ունեն, Իսրայել պետությունը, եւ անկախ նրանից թե Փաշինյանը ինչ կասի, ինչ տերմիններ կօգտագործի, ինչ դիրքորոշում կունենա Իսրայել պետության հետ, ամենայն դեպս Իսրայելի կառավարությունը աշխատում է շատ ծերտ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ու թրիպի մուտքը Հայաստան ու արդեն իսկ ասենք նաև հրեական մասնակի կապիտալ, եթե այսպես ասեմ, եթե լինելու է նման բան, արդեն ներկայությունը Հայաստանում, սա նաև կարող է մեզ լրացուցիչ անվտանգության բարձիկներ հաղորդել,
Ուղղակի Հայաստանում չգիտեմ, սա հասկանում են թե չեն հասկանում, թե իրականում ինչ է տեղի ունենում, ինչ լուրջ հիմնախնդիրներ կան մեր առջև ծառացած, ընդհանրապես Հայաստանի կառավարության եւ ասենք ռեգիոնալիզմի շրջանակներում ինչպես են նրանք պատրաստվում այս մարտահրավերների հետ կապված, այս խնդիրների հետ կապված դուրս գալ այս ծանր իրավիճակից։ Հիմա մենք չխոսեցինք Իրանի մասին շատ, ասենք, տեսեք հիմա անընդհատ խոսակցություններ են գնում խփենք, չխփենք, հիմա Իսրայելում մեր հակաօդային ուժերը եւ բանակը արդեն հյուծված վիճակում է հայտնվել։ Խոսքը մոբ ուժերի մասին է, որովհետեւ երբ որ Տրամպը հայտարարում է, որ վաղը խփելու են կամ այս երկու օրը խփելու են, մարդիկ բերվում են կազարմային, ասենք, վիճակի, տուն չեն գնում շաբաթներով, ու մի օր Տրամպը հաջորդ օրը հայտարարում է, չէ, արդեն սկսելու ենք բանակցությունները։ Երկու օր այս տղաներին, աղջիկներին տուն են թողնում, բոլորը ամուսնացած երեխաներով, մեկը բանկիր է, մեկը չգիտեմ ինչ է, ընդ որում Իսրայելում շատ հետաքրքիր թեմա կա, եթե մարդը բանկի կառավարիչը ամիսը 1 միլիոն շեկել փող է ստանում, ենթադրենք աշխատավարձ, ու ինքը լավ դիպուկահար է, երբ որ Իսրայելի բանակն ասում է, որ այս դիպուկահարը ինձ պետք է, ուրեմն այդ 1 միլիոն շեկելը կարող են այդ մարդուն տալ իր աշխատավարձը, բայց այդ դիպուկահարին բերեն, որպեսզի ինքը դիպուկ կրակի։ Ու պատկերացրեք այս Միկել, ասա միլիոն շեկելը դոլարով ինչքան է, որ հասկանանք։ Մոտ $300,000։ Օ։ Դրա համար էլ տասնյակ միլիարդներ են ծախսում, ասենք, անվտանգության վրա։ Եվ ասենք հետաքրքիրն է նաև այն է, որ հիմա այս մարդկանց հետ բերեցին, երկու օր հանգստացան, հա, նույնիսկ Տրամպը հայտարարում է այսօր նույնից հնարավոր է հարձակվեն, արդեն 3 անգամ այս վերջին ամսվա մեջ նման հայտարարություններ է Տրամպն արել, այս մարդիկ ամբողջ օրը վերջերս մի հատ ընկեր կար, հենց մոբի ուժերում մեջ ծառայում, ամբողջ օրը հայոյելով ման է գալիս Տրամպին, ասում ինչ եղեք, դու ինչի գժվեցիր, դա ասում է խփելու են մեզ կազարմի վիճակի են տալիս, զորամասային վիճակի են տալիս, գնում ենք շաբաթներով մեր երեխաներին չենք տեսնում, մեկ էլ մի օր ասում է չէ, վերջ Հիմա բանակցում ենք, նույնից հետ են գալիս, ասում է երկու օր երեխեքի հետ մի քիչ ամառային արձակուրդներն անցկացնում ենք, նույնից ասում է հիմա խփելու ենք, նույնից երկու շաբաթով վերադարձնում են, ասում են այսպես մուկուկատու ենք խաղում։ Այս մի քիչ թեթևացրեցի, հա, այս ընդհանուր ուրեմն այսպես մեր հարցազրույց, բայց ամենալուրջ մարտահրավերը Իրանի հարցն է։ Ի վերջո Իրանի այս մարտակերների ռեժիմը փոխված չի, սա փաստ է, եւ այս խաղեր տալը, բանակցությունները երկարացնելը եւ այլն, մի օր պետք է իմ կարծիքով Ամերիկայի Միացյալ Նահանգների արդեն համբերությունը սպառվի։ Այ երբ որ սպառվեց այս համբերությունը, այն ժամանակ արդեն բավականին լուրջ հարվածներ կհասցվեն Իրանին ու այն ժամանակ հարցը թե մեր Հայաստանի Հանրապետությունը ունի նման, ասենք, հաշվարկներ, թե Իրանի վրա նման հարձակումներից հետո ինչ հնարավոր սցենարներ կարող են լինել եւ մենք ինչ հակակշիռ ուժեր ունենք այս, ասենք, ծանր ասված ոչ անի, ասենք, նման մարտահրավերների հետ կապված։ Այս թեմայի մասն եմ անդադ մտածում, դա արդյոք կա A, B, G, C, D, այսինքն տարբեր տեսակի պլաններ, թե վերջը ինչ են անելու, ինչ են որոշելու, որովհետև ուշ թե շուտ իմ կարծիքով Իրանի հարցը լուծվելու է, որովհետև երբ որ նայում ես ընդհանուր եւ Գալիբաֆը եւ ասենք Փեզեշկյանը եւ այնտեղ էլ այն հեղափոխական կորպուսի պահապանների թեման, սրանք իրար հետ ընդհանուր լեզու չեն գտնում, երկիրը ասենք տարբեր ճամբարների է բաժանված եւ ասենք չես կարող որևէ մի կողմի հետ հստակ բանակցել եւ ընդհանուր հայտարարի գալ։ Տեսկուս ամերիկացիների համար ինչքան էլ որ Պակիստանը այսպես սրանց մեջ մանևրի եւ խաղեր տա, ամենայն դեպս բավականին լուրջ հիմնահարց է եւ պետք է այս խնդիրը նաեւ լուծվի։ Իմիջայլոց նաեւ մեր մոտ տեղեկություններ կար, որ հենց այս Մոսադի ղեկավարության փոխվելու հարցը նաեւ կապված էր Ահմեդինեջադի նախկին նախագահ Իրանի, ասենք, վերբովկա անելու փորձի հետ, այո, այդ խնդրի հետ կապված, որ նաեւ սա էր պատճառը, որ Մոսադում իբր լուրջ, ասենք, տեկտոնական փոփոխություններ են, մարդկանց գլուխներ են թռչում այս ճակերտների մեջ, այսինքն պաշտոններից են հանում, փոխում են եւ այլն, փորձում են, այսինքն, ասել կուզի, որ սա նաեւ մեսիջը Իրանին, որ բոլորի տեղը գիտեն, հետախուզությունը լավ աշխատում է Իրանում եւ հնարավոր հարձակման դեպքում
եւս մինչև 4 քառաստիճան ռազմական, զինվորական, քաղաքական վերնախավը կարող է ընդմիշտ աչքերը փակել ու սրա վրա իմ կարծիքով լուրջ ուշադրություն այժմ Իսրայելը դարձնում։ Շնորհակալություն։ Ես շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտնում մեր լսարանի հետ կիսվելու ձեր կարծիքներով, շատ հետաքրքիր զրույց ստացվեց։ Վստահ եմ մեր լսարանը կգնահատի։ Շնորհակալ եմ եւ մինչ նոր հանդիպում։ Մենք ենք շնորհակալ Մարատ ջան, միշտ հաճելի է քեզ հետ, հատկապես այս ֆորմատով, նաև պարոն Չեռնամորյանի, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես էլ շատ շնորհակալ եմ, Աստված բոլորիս պահապան եւ պարոն Հակոբյան, նայած ցես լավ նայեք այդ բալիստիկ հրթիռների հարձակումներից մենք լավ հասկանում ենք թե Կիևը ընդհանրապես Ուկրաինան հիմա ինչ վիճակում է, Աստված ցես պահապան, հիմա դուք պատերազմական վիճակում եք գտնվում եւ այս ցաներ պայմաններում աշխատում եք, շատ գնահատում ենք ձեր աշխատանքը ամենօրյա 24 ժամյա ասենք աշխատանքը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ եւ մինչ նոր հանդիպում։